Մեկ ինձ ցույց է տալիս, որ գյուղից 124 հոգու անուն կա պարտքերի տետրում։ Նիկոլի 8 տարվա իշխանության ընթացքում այդ 124 հոգուց մի հոգի է, որ այլևս պարտքով բան չի վերցնել։ Հեն էլ գիտեք ով է։ Այդ մեկ հոգին էլ դարձել է ՔՊԱ-ական ու համայնքապետ։ Այդ գյուղում Նիկոլ Փաշինյանը տարել է 74% ձայն։ 8 տարի իշխանության է, գյուղից մեկ հոգի է հաղթահարել աղքատությունը, այն էլ այն պատճառով, որ դարձել է ՔՊԱ-ական ու նշանակվել գյուղի վարչական ղեկավար։ 8 տարի իշխանության են, նախարարների, դեպուտատների հայտարարագրերում միլիոններ են արդեն, բայց գյուղացին այնքան վիճակի չի հասել, որ պարտքով հաց չառնի։ Առաջ այդ խանութների նիսյայի տետրերում ձեր ՔՊԱ-ականներիդ պարտքերն էլ կային, ձեր հայտարարագիրը պարտքերի տետրերն էր։ Հիմա ձեր անունները ջնջվել են, մնացել ու ավելացել են ժողովրդի անունները։ Մարդիկ տարական սնունդը գնում են պարտքով, մինչև հաջորդ ամսվա աշխատավարձ կամ թոշակ։ Սա է իրական Հայաստանը, ոչ թե այն իբր թռիչքաձև աճերի թվերը։